Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Աշխատանքային այցով Կոպենհագենում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման մասին Facebook-յան իր էջում տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նաև լուսանկար հրապարակել։ Դանիայի թագավորությունում վարչապետը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ։ Այցի սկզբում Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել ու գրել. Լուսաբացը Կոպենհագենում, տեսանյութում նա նշում է. գալ Կոպենհագեն և հեծանիվ չքշել չէր ստացվի, հեծանվային զբոսանքով բացեցինք այս գեղեցիկ լուսաբացը և առավոտը։ Կառավարության հերթական նիստի օրակարգում 31 հարց էր, որից չի զեկուցվում 28-ը, նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև հայտագրերի կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին, որով Հայաստանում մասնավոր տնտեսության զարգացման ու նախնական և միջին մասնագիտական կրթության համար կհատկացվի 6 միլիոն եվրո, կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների դիմակայունության, կլիմայադիմացկուն զարգացման, 6 միլիոն եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացման համար մինչև 3 միլիոն եվրո։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը լրացուցիչ 12.5 միլիոն դրամ է հատկացրել հիփոթեկային վարկի վճարված տոկոսների վերադարձն ապահովելու համար։ Հիմնավորման մեջ նշվել է, որ 2024 թվականի վերջին ամիսներին արձանագրվել է վարկառուների կտրուկ աճ, որը հանգեցրել է վերադարձման ենթակա գումարներից ավալի սպասվածից ավելի մեծ աճի, որով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել այս տարվա պետբյուջեում նախատեսել լրացուցիչ միջոցներ վերադարձման գործընթացը իրականացնելու համար։ Մասնավորապես ծրագրից օգտվող շահառուների թվաքանակը 2024 թվականին կազմել է 50,000, իսկ 25-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արդեն իսկ կազմել է 62,000։ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է խորհրդարանի հայտարարության տեքստն է, այն վերնագրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ։ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը մեղադրել է իշխանությանը իրականությունը խաղաղություն ներկայացնելու և ինքնիշխանության հարցում զիջումների գնալու մեջ։ Նա պնդել է, որ իշխանությանը արգելված է միջազգային հարթակներից օգտագործել գերի բառը։ Ի պատասխան ԿՊ-ական падգամավոր Արման Եղոյանը քննադատել է ընդդիմությանը դոգմատիզմի մեջ և հղում անելով պատմաբան Լեոյին մեղադրել նրանց արտաքին կառավարման տակ գտնվելու մեջ։ Պարզ բան ենք ասում, շատ պարզ բան ենք ասում, ասում ենք, այդ թղթով մի խաբեք, որ խաղաղություն եք բերել, մի խաբեք, որ խաղաղություն եք բերել այդ թղթով։ Ասում է, մի տարի է չեն կրակել, ուրեմն խաղաղություն է, սուտ եք ասում, մի տարի, 5 տարի չկրակելը չի նշանակում, որ խաղաղություն է։ Այ ինքնիշխաններ ջան, մի հատ կբացատրեք, եթե տենց ինքնիշխան եք։ Ինչ է նշանակում գերի կարճ բառի փոխարեն օգտագործել երկարամյա կոնֆլիկտի արդյունքում անազատության մեջ հայտնված անձինք։ Այս գիտեք ինչին է նման, որ պետությունները հրաժարվում էին ցեղասպանություն բառը օգտագործել, չէին ուզում, ցենց ինչ ասես ասում էին, ցավալ իրադարձություններ, ողբերգական դեպքեր։ Այս երկար նախադասության փոխարեն հայ ռազմագերներ չեք կարողանում ասել։ Դաշնակցականությունը մարդուն կարոտի մեջ պահող գաղափարախոսություն է։ Կարոտի մեջ պահող, կարոտ աշխատանքից կտրող, ծուլացնող, թուլացնող, խեղճացնող գաղափարախոսություն է։ Դու նստիր այստեղ, դու կարոտի, դու երազի։ Ասում եք ինչի ազգաբանի Ամակյանբյոնից ինչի կարճ գերի բառը չի ասում, տիկին Վարդանյան, որովհետև կարճ գերի բառը ունի մեկ նշանակություն, որը իր մեջ չի ներառում բոլոր պահվող անձանց։ Ռազմագերին դա կարգավիճակ է, ոչ բոլոր պահվող անձինք են, որ ունեն ռազմագերու կարգավիճակ։ Արցախյան պատերազմի մի խումբ մասնակիցներ հավաքվել են կառավարության դիմաց և հայտարարել, թե վերադարձնում են հանուն հայրենիքի կռվելու համար ստացած շքանշաններն ու մեդալները։ Ակցիայի մասնակիցները լրագրողներին ասել են, որ գործող կառավարությունն իր սխալները չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է զրոյացնել այն կյանքը, զրկանքները, պայքարը, որ իրենք ապրել ու մղել են։ Մեզ ասում են, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր
մեր պետության գաղափարական հիմքը կեղծ է եղել։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ եղնիկներում մասնակցելու համար։ Մենք չենք կարող այս շքանշաններն այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է եւ մեզ ասում են, որ դա ուղղակի սխալմունք է եղել, ասել են ակցիայի մասնակիցները։ Շքանշանները ստացել ենք եւ Արցախի հանրապետության նախագահից եւ Հայաստանի հանրապետության նախագահից, ես կհանձնեմ իմ մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանը եւ մարտական ծառայություն շքանշանը, այս պահին 7 մասնակից կհանձնի։ Մենք այս քայլով ուզում ենք ասել, որ բողոք ենք արտահայտում դրա դեմ ու ասում ենք, որ մենք պայքարելու ենք, որպեսզի սա տեղի չունենա այլևս, այս քայլին էլի քայլեր են հաջորդելու, որոնց մասին կիմանաք, ասել են։ Ես իմ մարտական ընկերների հետ որոշել ենք մեր ստացած շքանշանները 44-օրյա պատերազմի ժամանակ հետ հանձնենք։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ եղնիկներում մասնակցելու համար։ Եվ մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է եւ մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել։ Ես այսօր այս ակցիայի շրջանակներում հանձնել եմ իմ Գարեգին Նժդեհ մեդալը, որով պարգևատրվել եմ 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ինչպես բոլորս ակնհայտ տեսնում ենք, ներկա իշխանությունը հետևողականորեն արժեզրկում եւ իմաստազրկում է այն բոլոր արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք եւ այս մեդալներն ու շքանշանները ստացել ենք։ Պայքարելու ենք, ես եւ իմ ընկերները մինչեւ վերջ պայքարելու ենք ու հասնենք նրան, որպեսզի հային ու Հայաստանին վերադարձնենք արժանապատվությունը, պայքարելու ոգին։ Գազա մարդասիրական օգնություն տանող Տորմիղի ակտիվիստներն ահազանգել են իսրայելական զինվորականների կողմից իրենց նավերի գրավման մասին։ Նավերի մի մասը Իսրայելի ռազմածովային ուժերն ուղարկել են իսրայելական նավահանգիստ։ Թուրքիայի արտգործնախարարությունն Իսրայելի գործողությունները որակել է ահաբեկչական գործողություն եւ միջազգային իրավունքի խախտում, ՄԱԿ-ին կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելին զսպելու համար։ Իսպանիայի կառավարությունը վրդովմունք է հայտնել Թել Ավիվի գործողությունների առիթով Թուրքիայում եւ մի շարք այլ երկրներում Իսրայելին դատապարտող ցույցեր են սկսվել։ Դավիթ Կենջյանն է մանրամասնում։ Իսրայելի ռազմածովային ուժերը նախորդին կասեցրել են Global Sumud նավատորմի ընթացքը, որի նավերը գազ էին փորձում հասցնել դեղորայք եւ սնունդ, փորձելով խախտել Իսրայելի սահմանած շրջափակումը։ Ավելի քան 40 քաղաքացիական նավերից բաղկացած կամավորների խումբը տեղափոխում էր մոտ 500 մասնագետներ եւ ակտիվիստներ։ Նավատորմի մեջ էր նաեւ շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը դարձել է Գազայի շրջափակման դեմ պայքարի խորհրդանիշներից մեկը։ Իսրայելի ռազմածովային ուժերը նախապես զգուշացրել էին Տորմիղին, որ այն մոտենում է ակտիվ մարտական գոտու եւ խախտում օրինական շրջափակումը, առաջարկելով փոխել ուղղությունը եւ խաղաղ ճանապարհով փոխանցել օգնությունը Գազա։ Սակայն ակտիվիստների փոխանցմամբ նրանք գտնվում էին միջազգային ջրերում եւ Իսրայելի գործողություններն անվանել ագրեսիվ եւ անօրինական։ Մեզ տեղեկացրել են, որ 12 ռազմական նավեր մոտենում են նավատորմին։ Մենք գտնվում ենք 12 ռազմական մղոն հեռավորության վրա եւ նրանք պատրաստվում են հասնել մեր նավերին։ Այս միջամտությունը տեղի է ունենում միջազգային ջրերում։ Դա բացարձակ ապօրինի է եւ խախտում է միջազգային համաձայնագրերն ու օրենքները։ Ներկայում 10-ից 12 նավեր մոտենում են մեր նավատորմին, ներառյալ մեկ նավակ, որ շարժվում է ավելի արագ, քան մյուսները։ Հիմա վերջին րոպեներն են կոչանելու կառավարություններին պահանջել Տորմիղի համար անվտանգ անցում, որպեսզի մենք կարողանանք հասնել Գազա, քանի որ այն, ինչ Իսրայելը այժմ անում է, բացարձակապես ապօրինի է։ Սկանդալ կլինի, եթե մեզ առևանգեն միջազգային ջրերում։ Մենք իրավունք ունենք հասնելու Գազա։ Մենք պետք է հասնենք Գազա։ Այսպիսով մենք հույս ենք դնում ձեր աջակցության վրա, եւ եթե մեզ ձերբակալեն, արգելափակեք ամեն ինչ։ Նախքան Իսրայելի գործողությունները Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ աջակցում է ակտիվիստներին եւ նրանց խաղաղ նախաձեռնությանը։ Ավելի վաղ նույնիսկ ռազմանավեր ուղարկել ուղեկցելու մարդասիրական Տորմիղին։ Առաջին իսկ րոպեից ես միշտ փոխանցել եմ Իսրայելի կառավարությանը, որ բնականաբար մեր քաղաքացիները, այն հայրենակիցները, որոնք գտնվում են նավատորմում, կունենան լիակատար դիվանագիտական պաշտպանություն եւ այլ կերպ չէր կարող լինել։ Նրանք վտանգ կամ սպառնալիք չեն ներկայացնում Իսրայելի համար եւ հետեւաբար ես հույս ունեմ, որ Իսրայելը նույնպես որևէ սպառնալիք չի ներկայացնի այդ Տորմիղի համար։
Միջազգային հանրությունը դատապարտել է Իսրայելի գործողությունները խաղաղ ջրերում։ Աշխարհի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են։ Մարդիկ պահանջում են ազատ արձակել միջազգային ջրերում Իսրայելի կալանավորած ակտիվիստներին։ Իսրայելցի զինվորականները պնդում են, որ տորմիղը տարհանվել է մարտական գոտուց, բայց կազմակերպիչները մեղադրում են կապի խափանման եւ ակտիվիստների կյանքը վտանգելու մեջ։ Ակտիվիստների խոսքով 13 նավակի ընթացք կասեցվել է, բայց 30-ը շարունակում են շարժվել դեպի Գազա։ Իրավապաշտպանների համոզմամբ Իսրայելի կողմից Global Sumud նավատորմի կասեցումը միջազգային ջրերում ոչ միայն խախտում է միջազգային իրավունքը, այլև ընդգծում միջազգային հանրության անզորությունը, կանխելու նման հանդուգն գործողությունները, որոնք անպատիժ են մնում խորացնելով աշխարհում հումանիտար ճգնաժամը։ Դավիթ Գենջոյան, Open Media։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ձայնը բարձրացրել է Էստոնիայի կառավարության ղեկավարի վրա ռուսական MiG-31 ինքնաթիռի թռիչքին արձագանքելու վերաբերյալ վեճի ժամանակ։ Fox News-ը հղումանելով վեճին ներկա եվրոպացի պաշտոնյաների հայտնում է, որ Ռյուտեի եւ Քրիստեն Միխալի միջև անհամաձայնությունը ծագել է այն բանից հետո, երբ Տալինը կիրառել է ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է խորհրդակցություններ այն դեպքում, երբ դաշինքի անդամը հայտարարում է իր անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, մինչդեռ Ռյուտեի համոզմամբ Էստոնիան չարաշահում է հոդվածը եւ թույլատնում պայմանագրի արդյունավետությունը։ Նա բարձր ձայնով ասել է, թե դաշինքը պետք է զգույշ լինի չափազանց հաճախակի տագնապ բարձրացնելիս։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդականները զգուշացնում են, որ կառավարության աշխատանքի երկարատև կասեցումը կամ այսպես կոչված շաթդաունը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ երկրի համար։ Նրանց հաշվարկով Ամերիկան կարող է շաբաթական 15 միլիարդ դոլարի հնայի աճ կորցնել։ Եթե շաթդաունը տևի 1 ամիս, գործազուրկների բանակը կհամալրվի 43,000 հոգով, չհաշված հարկադիր արձակուրդում գտնվող գրեթե 2 միլիոն դաշնային ծառայողներին։ Խնդիրն առաջացել է Կոնգրեսում, որտեղ դեմոկրատները կասեցրել են ներգաղթյալների համար նախատեսված միջոցները վերաբաշխելու Թրամփի ծրագիրը։ Կառավարության երկարաձգված շաթդաունի իրական տնտեսական հետևանքները ուղղակիորեն ընկնում են դեմոկրատ սենատորների ուսերին, որոնք պատանդ են պահում դաշնային կառավարությանը, տնտեսությանը եւ երկրին անօրինական ներգաղթյալներին անվճար առողջապահություն ապահովելու համար։ Նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Միջազգային լրահոսի եւս մի քանի դրվագ մեկ տեսաշարով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանի Վերբովե բնակավայրը գրավելու մասին։ Հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական օբյեկտների, ներառյալ անօդաչուների արձակման վայրերին։ Ուկրաինան իր հերթին հայտնել է, որ վերջին 24 ժամում հետ է մղել ռուսական հարձակումները բազմաթիվ ուղղություններով, ոչնչացրել է 44 դրոն եւ հարվածներ հասցրել ռուսական ուժերի կենտրոնացման վայրերին։ Ռուսական հարձակումների հետևանքով Չեռնոբիլի ատոմակայանում հոսանքազրկումներ է տեղի ունեցել։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը աշխատում է էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Ամերիկայի կառավարությունը նախօրեին դադարեցրել է աշխատանքը, քանի որ Կոնգրեսը եւ Սպիտակ տունը չեն կարողացել համաձայնության գալ ֆինանսավորման հարցում, սկիզբ դնելով երկարատև խնդրի, որը կարող է հանգեցնել տասնյակ հազարավոր դաշնային աշխատողների կորստի։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը հայտնել է, որ գերատեսչությունները պատրաստվում են կրճատումների, մինչդեռ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ վերջնական որոշումներ դեռ չունեն կրճատումների կամ հարկադիր արձակուրդի մասին։ Կառավարության շաթդաունը կկասեցնի կարևոր տնտեսական զեկույցների հրապարակումը, կդանդաղեցնի օդային հաղորդակցությունը, կդադարեցնի գիտական հետազոտությունները, կհետաձգի զինվորականների աշխատավարձները եւ կհանգեցնի 750,000 դաշնային աշխատակիցների արձակուրդի, օրական 400 միլիոն դոլարի կորստով։ Հազարավոր մարդիկ հավաքվել էին Բելգրադում հակակառավարական երթի Նովի Սադում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից 11 ամիս անց, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։ Ցուցարարները, որոնք մեղադրում են կառավարության աղետի համար, կարճ ժամանակով փակել են Գազելա կամուրջը եւ պահանջում են արտահերթ ընտրություններ։ Չնայած բողոքի ակցիաները հիմնականում խաղաղ են, ուսանողները, ընդդիմադիր խմբերը եւ հակակոռուպցիոն կազմակերպությունները մեղադրում են նախագահ Ալեքսանդր Վուչիչին կազմակերպված հանցագործության հետ կապերի, քաղաքական հակառակորդների դեմ բռնությունների եւ մամուլի ազատությունների ճնշման մեջ, ինչը նա հերքում է։ Ֆիլիպինների կենտրոնական Սեբու նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի, վիրավորների թիվը 200-ի, հայտնել է Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության գրասենյակը։ Ամենաշատ տուժած Բոգո քաղաքում փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն բնակիչները բախվում են հումանիտար խնդիրների, հոսանքազրկումների եւ ծանրաբեռնված բուժ հիմնարկների։ Շատ բնակիչներ ստիպված են գիշերել դրսում, վրաներում կամ մեքենաներում։ Դավիթ Գենջոյան, Open Media։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սահմանել է հերթական ֆինանսական ռեկորդը, դառնալով պատմության մեջ առաջին մարդը, որի զուտ կարողությունը կազմում է $500 միլիարդ։ Forbes-ի միլիարդատերերն իրական ժամանակում հավելվածում նշվել է, որ կես տրիլիոնի ցուցանիշը գրանցվել է 15:30-ին արևելյան ժամանակով։ Forbes-ի ինդեքսը մի քանի ժամ անց 23:10-ին Մասկի կարողությունը գնահատել է $499.5 միլիարդ եւ բանն այն է, որ Տեսլայի բաժնետոմսերը օրվա առևտրի ավարտին աճել են գրեթե 4%-ով, Մասկի զուտ կարողությունը մեծացնելով մոտ $9.3 միլիարդ, հետո փոքր-ինչ տատանվել։ Նրանք կամուրջներ են կառուցում լեզուների, մշակույթների ու մարդկանց միջև, նրանց ձայնով մենք լսում ենք աշխարհի առաջնորդներին, բայց իրենք հաճախ մնում են կադրից դուրս։ Թարգմանիչների միջազգային տոնի առիթով Մատենադարանում հավաքվել էին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն ու ոլորտի լավագույն մասնագետները, նշելու իրենց մասնագիտական տոնը։ Ովքեր են այն մարդիկ, այն անտեսանելի ձայները, որոնց շնորհիվ աշխարհը հասկանալի է դառնում, դիտենք տեսանյութում։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին օգնեցինք հիշել, թե հայերեն ինչպես են ասում անհավասարություն բառը։ Իրավունքների խտրականության դեմ պայքարը ՄԱԿ-ի կարևորագույն ուղղություններից մեկն է, եւ այս բնագավառի տերմինները հարկավոր է ճշգրիտ թարգմանել։ Ֆրանսուազ Ժակոբը եկել է Մատենադարան մասնակցելու թարգմանիչների միջազգային օրվա տոնին։ Թարգմանիչների միջնորդությամբ աշխատելը ինձ դրդել է լավագույն ելույթներն ունենալ, քանի որ պետք է պարզեցնեմ ձևակերպումներս, չօգտագործեմ ժարգոններ եւ դանդաղ խոսեմ։ Այս 3 կետերն ինչպես կարևոր են լավագույն թարգմանության, այնպես էլ լսարանի համար, այնպես որ թարգմանչի օգնությամբ խոսելն ինձ թույլ է տվել բարելավել իմ հանրային խոսքը։ Այս միտքը Ֆրանսուազ Ժակոբը կրկնեց նաև պանելային քննարկմանը։ Դահլիճն արձագանքեց, յուրաքանչյուր թարգմանչի երազանքն է այսպիսի խոսնակը։ Դահլիճում հավաքվածները հայտնի թարգմանիչներ են, որոնք պետական եւ հանրային մեծ նշանակություն ունեցող միջոցառումների համընթաց թարգմանությունն են ապահովում։ Երկու լեզվի գերազանց իմացությունից բացի, այս մասնագիտության հաջողությունը նախ եւ առաջ փոխվստահությունն է։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն էլ բացատրում է, թարգմանիչների աշխատանքն ամենանշանավորներից է իրենց տարածքում։ Յուրաքանչյուրը լսելի եւ ընկալելի պետք է լինի։ Շնորհավորում եմ հայ թարգմանիչներին, ովքեր մեզ հետ են աշխատում։ Դուք հիասքանչ գործ եք անում դժվարին պայմաններում։ Հայկական հզոր ոգին եւ բանականությունը դրսևորվել են դարերի ընթացքում։ Հայկական ավանդույթն ունի թարգմանչած տոնը եւ իրականում հենց ձեզ նման մարդկանց շնորհիվ է, որ քաղաքակրթությունը զարգացել է դարերի ընթացքում։ Արամ Օհանյանն ավելի քան 40 տարի թարգմանչությամբ է զբաղվում, գեղարվեստական գործերից մինչև համընթաց թարգմանություն, անգլերենից ռուսերեն, հայերեն եւ հակառակը, թարգմանել է Սարոյանից մինչև Ռեյ Բրեդբերի։ Ես եղել եմ նամակագրական կապի մեջ Բրեդբերիի հետ, մոտ 30 տարի, բայց շատ հազվագյուտ էր մեր նամակագրությունը, հիմնականում կապված էր ինչ-որ առիթի հետ, երբ որ ինձ մոտ ինչ-որ բրեդբերիական գիրք էր լույս տեսնում, ես ուղարկում էի նրան այդ գիրքը, ինքն էր ինչ-որ նամակ էր ուղարկում շնորհակալություն հայտնելիս։ Հիշում է համընթաց թարգմանության առաջին քայլերը, թարգմանել է ոչ ավել, ոչ պակաս, քան ԽՍՀՄ ներքին գործերի նախարարին։ Առաջի անգամ ես մասնագիտական թարգմանություն եմ արել Մոսկովյան օլիմպիական խաղերի ժամանակ, երբ որ դեռ Մոսկվայի համալսարանի ուսանող էի, 3-րդ կուրսում էի սովորում եւ անցա այդ բավականին ծանր դպրոցը պրոֆեսիոնալ թարգմանության հենց օլիմպիական խաղերի ժամանակ։ Դուք կարող եք տեսնել իմ օլիմպիական կոմիտեի տված փաստաթուղթը, որով ես անցնում էի բոլոր օլիմպիական օբյեկտների։ Արտաշես Էմինի ձայնը շատերին է ծանոթ, Ոսկե ծիրանից մինչև հայոց ցեղասպանության միջազգային ֆորումներ։ Թարգմանիչն աշխատանքի մեջ կարծիք չունի, խոսնակի մտքի փոխադրողն է մեկ այլ լեզվով, սակայն հումորային իրավիճակներից խուսափել երբեմն չի հաջողվում։ Մի բարձրաստիճան պաշտոնյա միանգամից 2 լեզու էր սովորում, հայերեն ու անգլերեն, ու անգլերեն, դե որ նոր է սովորում մեքենա քշելու պես, առաջի տարին ամենավտանգավորն է լիքը վթարներ, քեզ թվում է արդեն գիտես։ Նույնը անգլերեն սովորելը ինչ որ զրույցի ընթացքում ասեց մենք այս ինչից շատ ունենք, բավական շատ։ Ես էլ ասացի quite a few։
ասաց no few, many Հասմիկ Առաքելյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։